Խաղաղության դատավարության հերթական փուլը կարելի է համարել ավարտված։ Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է 15 հայ գերիների բողոքն ու ուժի մեջ թողել առաջին ատյանի որոշումը, որով նրանք մեղադրվում են ծանր ռազմական հանցագործությունների համար ու դատապարտվել են 20 տարուց մինչև ցմահ ազատազրկման։ Հայրից Դավիթ Իշխանյանն է այսօր ընտանիքի միջոցով ձայնային հաղորդագրություն հրապարակել։ Բոլորիս համար էլ պարզ է, որ այդ վճիռը վաղուց կայացված է եւ դատավորական կոլեգիան չի, որ կայացում է այդ վճիռը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահը, որին Ադրբեջանը դատապարտել է ցմահ ազատազրկման, նորից խոսում է իրենց ոտնահարված իրավունքների մասին։ Նշում է, որ ադրբեջանական դատարանում նույնիսկ ելույթը թույլ չեն տվել ավարտել։ Դատախազության ներկայացուցիչները եւ թե նաեւ դատավորը անհիմն կերպով միջամտում էին, ընդհատում էին որոշներին, այդ թվում նաեւ ինձ այդպես էլ չթողեցին ամբողջական իմ խոսքը ներկայացնել, բայց այնուհանդերձ խնդիր չէ, մենք բոլորս հասկանում ենք, որ սա քաղաքական դատավարություն է եւ շատ բարձ հայտարարում ենք այնտեղ, որ քաղաքական դատավարություն է, այլ կերպ չի էլ կարող լինել։ Նիստերը շարունակվում են փակ, առանց անկախ լրատվամիջոցների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների։ Լրատվությունը ինչպես միշտ ներկայացվում է միակողմանի մանիպուլացված, իրականությանը ոչ համապատասխան։ Հայ գերիները մոտ 1 տարի է կատարյալ մեկուսացման պայմաններում են։ Բաքվում Կարմիր խաչի միջազգային գրասենյակը փակելուց հետո ընտանիքների հետ միակ կապը հեռախոսազանգն է, այն էլ ադրբեջանական իշխանության հսկողությամբ։ Պայքարի մի դաշտ է, որտեղ գործում է ուժի օրենքը, այսինքն օրենքի ուժ չկա։ Մենք ենք որոշողը, այս սկզբունքով են առաջնորդվում դատավորները եւ դատավորական կոլեգիան, պաշտպանական կողմը այդպես էլ չստացավ ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը եւ ոչ էլ առաջի ատյանի դատավճիռը։ Մինչ այս պահը դատավճիռն ու մեղադրական եզրակացությունը չեն տվել պաշտպանական կողմին։ Դավիթ Իշխանյանը ամիսներ շարունակ պահանջում է, որ այն փոխանցեն նաև իր ընտանիքին, որ կարողանան դիմել միջազգային ատյաններ։ Դիմել էր նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին, որ միջնորդի, բայց Անահիտ Մանասյանը արձագանքել էր, թե Ադրբեջանում այդպիսի լիազորություն չունի։ Միջազգային ատյաններում հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանին էլ չեն փոխանցում դատավճիռը։ Չի տրամադրվում այն փաստաբաններին, որոնք կարող են արդյունավետ դա բողոքարկել ներպետական կամ միջազգային ատյաններում։ Սա արդեն իսկ խոչընդոտ է իրավունքի իրականացմանը եւ սա հանգեցնում է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի խախտման։ Մինչ այս պահը հաջողվել է ստանալ միայն Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռն ու այդ գործով արդեն գանգատ կա Միեդում։ Ավրորա մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը, որ երբևէ զինվորական պաշտոն չի զբաղեցրել ու 4 ամիս պաշտոնավարեց Արցախում, ադրբեջանական դատարանում 20 տարվա ազատազրկման է դատապարտվել։ Այս պահին վկայակոչում ենք միջպետական գանգատը ներկայացնելուց հետո տեղ գտած խախտումները, որտեղ կենտրոնական է դատարանների ներգրավվածությամբ քաղաքական պատվերով հետապնդումը, որը պատժիչ նպատակ է ունեցել եւ ոտնահարել է արդար դատաքննության բոլոր ստանդարտները։ Անկախ այն բանից միջազգային փաստաբանին կտան դատավճիռներն ու մեղադրական եզրակացությունները առաջիկա շաբաթներին բոլորի գործերով գանգատներ կներկայացվեն Եվրադատարան։ Դատավճիռը մեզ չտրամադրելու, ընտանիքին ինձ որպես միջազգային փաստաբան չտրամադրելու պարագայում բոլոր դեպքերում մենք կարողանալու ենք բողոքարկել այն տարբերությամբ, որ հավելելու ենք փաստաթուղթին ծանոթանալու անհնարինության հարցը, որը կապված է բողոք ներկայացնելու իրավունքի հետ։ Արցախի նախկին պաշտոնյաներին ու մյուս գերեվարված հայերին առաջադրված մեղադրանքները անհիմն են, գործերը շինծ ու քաղաքական պատվերով են հետապնդվում, ոտնահարվել է նրանց արդար դատաքննության իրավունքը, ընդհուպ նրանց տարրական իրավունքները, շեշտում է Սիրանուշ Սահակյանը։ Այս բոլորը մանրամասն ներկայացվելու է մարդու իրավունքների եվրոպական ատյանում։